Մի խումբ ոստիկաններ մտել են ու ուժ են կիրառել կանանց մեջ խփելով։ Արա խեք բռնարա ինձի։ Որ թողես կանդար։ Արա թողել եմ ես։ Ոստիկանությունում սկոճով բերանը սկապ է, թափածիկ լայն սկոճով։ Գցեք էդին ու քացիներով բանով սկսե հարվածել, թեքել։ Սրա պատճառը մեկն է, որովհետև որևէ մեկը չպատժվեց։ Իմ հայտարարության հիման վրա քրեական վարույթ է հարուցվել։ Նարա, ստորագրի։ Չեմ ստորագրի։ Մենք ունենք այդ գործիքը ոստիկանությունը որպես ճնշումների գործիք։ Վերջին շրջանում ավելացել են ոստիկանների կողմից քաղաքացիներին բռնության ենթարկելու մասին տեղեկությունները։ Մեծ աղմուկ բարձրացավ ոստիկանության Վանաձորի բաժնում, օրեր առաջ էլ Արմավիրի ոստիկանների մասնակցությամբ դեպքի շուրջ։ Մեղավորները կպատժվեն, թե գործերը կկարճվեն։ Կարծում եմ, որ գործերը կամ կկարճվեն, կամ այդ ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդումներ չեն իրականացվի, այդպիսի որոշումներ կկայացվեն։ Նախ ասեմ, որ բոլոր իշխանությունների ժամանակ էլ ոստիկանական բռնություններ եւ խոշտանգումներ եղել են եւ կարծում եմ, որ դրանք նաեւ կլինեն բոլոր իշխանությունների ժամանակ, բայց այժմ այդ բռնարարքները քանակական եւ որակական էական աճ են գրանցել։ Քանակական, որովհետեւ բազմակի անգամ հաճախակիացել են, իսկ որակական, քանի որ դրանք դարձել են առավել բացահայտ եւ առավել հանդուգն, այլ բառ չեմ ուզում օգտագործել։ Պետք է նշեմ, որ պետությունը որպես այդպիսին ունի բավարար գործիքակազմ կանխարգելելու համար այդ գործողությունները, մասնավորապես քրեական օրենսգիրքը ներառում է այդպիսի հանցակազմեր, այդպիսի հոդվածներ, որոնք անգամ մինչև 15 տարի ազատազրկում են նախատեսում եւ թվում է, թե դա պետք է հանդիսանա զսպող մեխանիզմ, որպեսզի այդ բռնարարքները չիրականացվեն, բայց ամենևին այդպես չէ, որի պատճառը իմ կարծիքով մեկն է, որ պետությունը, գործող իշխանությունը շահառու չէ այդ մեխանիզմների գործադրման առումով։ Իրավապահ մարմինների կողմից բռնության ենթարկվածները հաճախ չեն կարողանում ապացուցել բռնության փաստը, որպես կանոն ում են հավատում քննչական դատական մարմինները, քաղաքացուն, թե իրավապահին։ Հավատում եմ բնականաբար ոստիկաններին, որովհետև տեսեք, ցանկացած այլ դեպքերում, երբ հանցանքի մասին հաղորդում են ներկայացվում, քննիչի ուղղակի պարտականությունն է, պետության պոզիտիվ պարտականությունն է ձեռնարկել հնարավոր բոլոր քննչական դատավարական գործողությունները, օպերատիվ հետախուզական միջոցառումները, որպեսզի հանցանքը հիմնավորվի կամ հերքվի, բայց խոշտանգումների վերաբերյալ գործերով քննությունը ամենևին այլ է, տուժողը պետք է կարողանա հիմնավորել, որ իր նկատմամբ այդպիսի գործողություններ են իրականացվել։ Եվ երբ տուժողը չի կարողանում դա հիմնավորել, այսինքն բացի իր ցուցմունք այլ ապացույցներ չի ներկայացնում կամ այդ ապացույցները բավարար չեն լինում, ապա միանգամից քրեական վարույթները կարճվում են։ Իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների վերաբերյալ վերջին տարիներին միջինը 200 հաղորդում է ստացվել, սակայն հարուցված քրեական վարույթների միայն 2%-ն է հասել դատարան։ Ինչու՞։ Տվյալ դեպքում իմ կարծիքով գործում է գրված կամ չգրված մի օրենք, որ ոստիկանները իրենց կողմից կատարված արարքների համար քրեական պատասխանատվության չեն ենթարկվելու կամ առնվազն նվազագույն չափով են ենթարկվելու քրեական պատասխանատվության, հակառակ պարագայում, եթե պետությունը կիրառի իր ամբողջ գործիքակազմը, մեթոդներն ու միջոցները, ապա նման անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքում այդ անձի ծառայեկիցը համանման արարք չի կատարելու։ Կամ բառից բուն իմաստով քննեցնում են նախաքննությունը, այսինքն դիմում են անգործության, կամ ապացույցների բավարարության դեպքում գործերը կարճում են։ Օրինակ քննեցման մի քանի մարտավարական եղանակներ ասեմ, ենթադրենք, որ դեպքը տեղի ունեցել, օրինակ տեսախցիկների ազդեցության գոտում, քննիչը անհապաղ, կրկնում եմ, անհապաղ այդ տեսագրությունը արգրավելու փոխարեն, օրինակ տեղեկատվության պահանջ է ներկայացնում տեսախցիկի սեփականատիրոջ իրավաբանական կամ ֆիզիկական անձին, որպեսզի այդ տեսագրությունները ներկայացվի։ Եվ 3-4 ամիս հետո ստացվում է պատասխան, որ այդ տեսագրությունը չի պահպանվել։ Կամ մյուս դեպքը ասեմ, օրինակ ակնհայտ դեպքում, երբ տուժողը ցուցմունք է տալիս, հաղորդում է ներկայացնում, որ այդպիսի գործողություն է կատարվել ոստիկանության կողմից, ներկայացում է, տրվում է օպերատիվ հետախուզական միջոցառումների վերաբերյալ հանձնարարություն, տևական ժամանակ այդ հանձնարարության պատասխանը չի ստացվում եւ կրկին գործը քննեցվում է։ Հիմնական դեպքերը, որի մենք հանդիպում ենք, թեպետ բազմաթիվ, բայց մակերեսային վնասվածքներն են, սալջարդներն են, արյունազեղումներն են, երբ հանցանքի մասին հաղորդում են ներկայացում, քննիչը անհապաղ նշանակում է դատաբժշկական փորձաքննություն, բայց դատաբժշկական փորձագետը օրինակ այդ անձին ենթարկում է փորձաքննության մի քանի օր անց, երբ արդեն
մարմնական վնասվածքները այդ տեսանելի արդեն վերացած են լինում։ 2022 թվականին Եռաբլուրում զոհվածների ծնողներին բռնի ուժով բերման ենթարկելու գործը կարճվեց։ 2 տարի անց դատարանը որոշեց վերացնել այդ որոշումը, հանձնարարելով նոր քննություն իրականացնել։ Ինչի մասին է վկայում դատարանի որոշումը։ Որպեսզի ոստիկանության գործողությունները համարվեին իրավաչափ, պետք է որոշակի իրավական գործողությունների շղթա հաստատվեր, մասնավորապես։ Ծնողները կատարել էին այնպիսի գործողություններ, որոնք վտանգում էին հասարակական կարգն ու անվտանգությունը, երկրորդ, դրա պարագայում ոստիկանները ներկայացրել էին օրինական պահանջ դադարեցնելու այդ գործողությունները, երրորդ, այդ պահանջը չկատարելու դեպքում բերման էին ենթարկել, բայց բռնի ուժ գործադրելու վերաբերյալ անգամ անիմաստ է խոսել այս պարագայում։ Նախաքննության ընթացքում մեզ հետ առերես հարցաքննվող ոստիկանները, դուժողների հետ առերես հարցաքննվող ոստիկանները անգամ իրենք պնդեցին, տվեցին խոստովանական ցուցմունքներ, որ ծնողները հասարակական կարգ եւ անվտանգություն չէին խախտել եւ իրենք օրինական պահանջ չէին ներկայացրել ծնողներին դադարեցնելու որոշակի գործողություններ։ Ավելին, երբ որ ոստիկանները, ոստիկանությունը այդ ծնողների նկատմամբ վարչական հայցեր ներկայացրեց վարչական դատարանը բազմաթիվ իր վճիռներով հավաստեց, որ այդպիսի գործողություններ տեղի չէին ունեցել։ Հետևաբար միակ քայլը, որը պետք է աներ նախաքննական մարմինը, արդեն վարչական դատարանի բազմաթիվ որոշումների պարագայում անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելն էր։ Բայց նախաքննական մարմինը գնաց տրամաբանական հակառակ որոշման, քրեական վարույթը կարճեց, քրեական հետապնդում չիրականացրեց ոստիկանների նկատմամբ։ Մենք բողոքարկեցինք այդ որոշումը եւ դուք իրավամբ նշեցիք, որ դատարանը բավարարեց մեր բողոքը, իսկ արդեն հետագայում դատախազության վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքները վերաքննիչ դատարանը չբավարարեց, վճռաբեկ դատարանը վարույթ չընդունեց եւ ըստ էության դատարանները կանխորոշեցին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշակի գործողությունների կատարում, որոնց իրավական հանգուցալուծումը պետք է հանդիսանար ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդման իրականացում։ Ներքին գործերի նախարարությունում հավաստիացնում են, որ ոստիկանության համակարգում բռնության դեմ պայքարի երկու միջոց են կիրառում՝ ոստիկաններին կրթելը եւ վերահսկողական գործիքակազմի ներդրումն ու զարգացումը, որքանով են արդյունավետ այդ միջոցները։ Ոստիկանին կրթելը պետք է տեղի ունենա մինչև ոստիկանին ուսադիրներ տրամադրելը, քանի որ ոստիկանը կարգադրիչ լիազորություններով օժտված անձ է, ինչ է նշանակում ոստիկանին կրթել ուսադիր տալուց հետո։ Բա միջև կրթելը ոստիկանի կողմից ոչ իրավաչափ գործողությունների կատարումը ով պետք է կանխարգելի։ Ինչ վերաբերում է այդ վերահսկողական ֆունկցիաներին, ապա վերահսկողական ֆունկցիաներ բավարար եղել են եւ այսօր էլ կան, լրացուցիչ ֆունկցիաների անհրաժեշտություն ամենևին չկա։ Այդ կրթելու եւ այդ կառուցակարգերի ինչ որ նոր ներդրումը ընդհանրապես իմիտացիա է ցույց տալու համար, որ պետությունը պայքարում է այդ ոստիկանության բռնարարքների դեմ, ոչ իրավաչափ գործողությունների դեմ, բայց կարծում եմ, որ դա ընդհանրապես թվացial գործողություն է։